հիշեցնեմ, որ սկսել է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված մեր հատկապես մարզերի, հատկապես գյուղերի բնակիչների հետ մեր շփումներից, որովհետև ինձ համար շատ անսպասելի եւ տարօրինակ փաստ էր, որ մենք տարբեր գյուղերում ներդրումներ ենք անում, ասենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհ կառուցում կամ դպրոց կամ մանկապարտեզ, գնում ենք թվում է թե գյուղերում պետքա տոնակատարության տրամադրություն լինի, մարդիկ գալիս են ասում են, այս հոսանքի հարցը ինչ է լինելու, այսինքն այնքան կրիտիկական է, որ նույնիսկ այդ մեծ իրադարձությունը մարդկանց օրակարգը դրականորեն չէ։ Օրակարգի առաջին հարցը իրանց համար էլեկտրաէներգիայի մատակարարումներ ընդհանուր առմամբ եւ մատակարարման որակը, որտեղ մարդիկ բողոքում են, որ գնում են կոպեկ են անում, մի բան առնում են, բերում են դնում, մի ամիս հետո վառվում է կամ փչանում է շարքից դուրս է գալիս, ամենից դեպս այդպիսի տասնյակ դեպքեր են տեղի ունեցել, որ անձամբ ինձ են ասել մարդիկ, հիմա ես փորձաքննություն չեմ արել, ճիշտ է, բայց այնուամենայնիվ 1, 2, 3, 4, 5 որ մարդկանց բողոքը կրկնվում է, շփման ինչ որ մի բան կա դրա հիմքում։ Հիմա մենք էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված կարողանում ենք կամ կարողանալու ենք ինչ որ մի բան անենք, որ այդ լարվածությունը մարդկանց սպառողական լեգիտիմ պահանջը ինչ որ ձևով հասցեագրենք։ Անշուշտ, պարոն վարչապետ, տեսեք, վիճակագրությունը վկայակոչեմ, պաշտոնական վիճակագրությունը։ Օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համեմատած անցյալ տարվա նույն ամիսների հետ, որովհետև այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համատականը, ոչ թե նախորդ ամիսների, ուրեմն հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, դա գրեթե 1/3, 1/4 չափն է, իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանցորները, բոլոր մասնագետները իրեն գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Եվ դա ես քննարկման առարկայում դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ երկշաբաթ մեկ ցանցերի պետերի մասնավոր տնօրենների հետ մեր աշխատանքային քննարկումներին եւ իրենք արդեն իսկ գիտեն, որ նաեւ լինելով քաղաքական անձ ինքս ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ։ Իմ պաշտոնական էջերին, հեցի պաշտոնական մեյլերին չկա մի գրություն, բողոք, նամակ, որ մենք չանդրադառնանք։ Ձեզ են գրում, ես ձեզ վերահասցնում եմ, միջալուց այս վերջերս մի քանի նամակ պատասխան քաղաքացիները ուղարկել էին, արագ արձագանքի համար շնորհակալություն հայտնելով, ես էլ ձեզ եմ վերահասցրել, որ նաև արձագանք տեսնեք, նաև կոնկրետ մարդիկ են գնացել այդ գործը արել, ոչ ես եմ արել, ոչ դուք, եւ այդ մարդկանց է շնորհակալություն հայտնեք, որ արագ արձագանքում են, որովհետեւ հանձնարարական, բայց հանձնարարականը պետք է լինեն մարդիկ, ովքեր պատշաճ ժամանակում եւ պատշաճ որակով եւ պատշաճ ձևով ի կատարած են, այնպես որ բոլոր մարդկանց շնորհակալ եմ եւ այս խնդիրը իհարկե պետքա լուծվի եւ իմ խնդրանքն է որ հատուկ ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ ասում եմ պատմությունը սկսել է, այս ամբողջ պատմությունը սկսել է դրանից, որովհետեւ ինձ համար անհասկանալի էր, որովհետեւ ես ոչ մի պաշտոնական զեկույցում ես չէի ստացել, որ մենք երկրում տենց խնդիր ունեն, բայց մի բնակավայր, երկու բնակավայր, 3 բնակավայր, մարզեր, Երևանում արդեն սկսեցին որոշակի բաներ, եւ ես հասկացա, որ ես չեմ հիշում հրապարակային, բայց գրագրության մեջ անվանել եմ ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ եմ անվանել, իրենց անով է կոչել, այդպես էլ կար։ Հա, եւ այստեղից է սկսվել։ Եվ հիմա մյուս կողմից այն ինչ որ ասում եք, որ մի կողմից վատ է, որ այդ ամեն ինչը մեր աչքի առաջ տեղի է ունեցել։ Երկրորդը լավ է, որ մենք այս process-ը սկսել ենք եւ այդ ամեն ինչը բացահայտել ենք եւ դրա շուրջ իրավական գործընթացներ ենք կառուցել։ Հիմա միջև ես կամփոփեմ ինչ որ մի փաստ կար, որի մասին կուզենայիք շեշտել, բայց ես չհարցրի կամ չանդրադարձա։ Ես կուզեի այո անդրադառնալ նոր միացումների ուրեմն հատվածին։ Նոր միացումների հետ կապված դա էլ հաջորդ խնդիրներ։ Կներեք, որ այնտեղ գների փոփոխություններ էր տեղի ունեցել եւ երկար ժամանակ նաեւ մենք աշխատում էինք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ եւ այլն եւ մարդիկ կասկածներ էին հայտնում թե ինչքանով են հիմնավորված այդ գները, որովհետեւ էականորեն գները բարձրացրել էին միացման եւ դա պատճառաբանվում էր նաեւ
զանգվածային մեծ տեմպով շինարարությունների, նոր բաժանորդների մեծ հոսքի եւ այլնի հետ, եւ մենք աշխատանքային կարգով քննարկել ենք եւ դուք եք ասել, որ աշխատում եք, տեսնեք այդտեղ ինչ կարող ենք անել, որպեսզի լինի, տեսեք, գիտեք, շատ կարեւոր է, որ ինքը հիմնավորվածից պակաս էլ չլինի, ավել էլ չլինի։ Հիմնավորվածից պակաս ինչի համար եմ ասում, որովհետեւ օրինակ ես շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով, ինչ որ գներ են անդադ իջեցրել, որ քաղաքական դիվիդենդ կամ քաղաքական ճգնաժամից խուսափելու համար, արդյունքում եկել համակարգերը հասել են այն իրավիճակի, որ կոլապսի առաջ են։ Ես չասեմ, որ երկրում մի անգամ մի մայրաքաղաք էի գնացել եւ հյուրանոցի պատշգամբ դուրս գալով ինչ որ անընդհատ ձայներ էի լսում, ասում ես ինչ ձայներ, շարժիչների անընդհատ ձայներ։ Ասում են բանա, այդ մենք որ դվիժոկ ենք ասում, ասում են դվիժոկ է միացրած։ Ասում են դվիժոկը ինչի համար է միացրած եւ իմացա, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով ամենատարբեր առիթներով գներ են իջեցրել, այն աստիճանի, որ հոսանք ուղղակի չկա եւ մարդիկ ստիպված են եղել գնալ արդեն ամեն մեկը պատշգամբներում մայրաքաղաքում պատշգամբներում բաներ դվիժոկները դնել, բերել բենզին կամ դիզվառելիք լցնել եւ այդ դռոցը եւ այդ հոսանքը եւ նկատի ունեմ այս տրամաբանությունը մենք մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ ինքը պետք է լինի գինը էֆեկտիվ այն աստիճանի, որ համակարգի բնականon գործունեությունը եւ որոշակիորեն նաեւ զարգացում ապահովելու համար ու դրանից ոչ մի լումա ավել։ Այս էլ է շատ կարևոր, որովհետեւ դրանից ավելն էլ արդարացված չի, որովհետեւ քաղաքացին տրամաբանական հարց կտա, ես ինչի եմ այսքան վճարում, մենք պետք է այս հարցի պատասխանը գտնենք։ Հիմա այդ թեմայով աշխատում ենք։ Այո, պարոն վարչապետ, անշուշտ նաեւ այդ մասին ցես հետ աշխատանքային քննարկում ենք ունեցել, մենք այս պահին արդեն որոշակի պատկերացում ունենք մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել եւ լիահույս եմ, որ տարեսկզբից առնվազն արդեն վերանայման այդ որոշումները կկայացնեն։ Բայց այս սկզբունքով, խնդրում եմ, շատ կարևոր է, որովհետեւ հիմա որևէ քաղաքական նպատակադրում Ես լիովին հասկացա։ Չպետք է լինի, որ մենք հաջողանալու համար այնքան իջացնենք, որ արդյունքում թեկուզ ոչ մի տարի, ոչ 2 տարի, այլ 3 տարի հետո խնդրեմ առաջանա։ Մենք պետք է բերենք, եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք գիծ պլյուս պայմանական ասած միլումա, որը այդ միլուման ներդրվի հետագա զարգացման համար։ Իրավասեք, պարոն վարչապետ, տեսեք, միացման տարբեր տեխնոլոգիական այսպես ասած լուծումներ կան բարձ միացումներ կան, նախագծերով կան, իաֆազ, երաֆազ եւ այլն։ Հիմա օրինակ միացման տեսակ կա, որ 23 թվականի ապրիլի 1-ից 10 անգամ թանկացրել են։ Ընդ որում դա մասսայական միացումների մեջ է մտնում։ Հիմա ակնհայտ է, որ այդտեղ ուռճացում է ու նաև սոցիալական բեռի տեսակետից, հանրային ծառայությունների կարգավորող մարմնի կողմից անհասկանալի է բնականաբար նման թանկացումը, որքան որ տնտեսապես հիմնավորված լինի։ Մենք բնականաբար այդ 10 անգամը վերանայելու ենք, այս պահին արդեն հաշվարկներ ենք իրականացնում, քանի որ վերանայումը ինքնին էլ արդեն ազդելու է ընկերության մյուս տարվա բյուջեի, այդ թվում սա գնի մեջ այդ բեռի որոշակի չափին, բայց ունենալով ահռելի ֆինանսական խնայողություններ ներդրումային ծրագրի իրականացման, գնումների գործընթացների արդյունքում, թափանցիկության ապահովման արդյունքում, մենք այդ խնայողությունների մի մասը ուղղելու ենք, այսպես ասած, դրա սուբսիդավորման ընկերության բյուջեում եւ ենթադրենք, եթե 10 անգամ թանկացրեն, այո, ձեր ասացի տրամաբանության մեջ մենք բնականաբար չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց առնվազն գոնե 30%, 40% հնարավոր է վերանայում ունենանք, այս պահին աշխատանքներ տանում արդեն հաշվարկել եք, հաշվարկի հիման վրա եք ասում, չէ՞ որ չստացվի հիմա։ Այո, ասենք հետո պարզվի։ Հաշվարկի հիման վրա եմ ասում եւ պատասխանատվությամբ եմ բնականաբար վերահնչեցնում։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Հիմա իհարկե հիմնական խնդիրը մեր ռազմավարական հետագա մոտեցումն է հետ կապված։ Մենք քննարկել ենք նաեւ եւ երկու հնարավոր տարբերակ կա, ինչի մասին ես հրապարակային ասել եմ, տարբերակ 1, որ մենք սահմանված օրինական ընթացակարգերով հետը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո շատ կարևոր բան է, պրոֆեսիոնալ կառավարիչ ոլորտի հրավիրենք, որ կառավարի, այսինքն կոնցեսիոն սկզբունքով, ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն,
լինում է պետական սեփականություն եւ կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ որ պատճառով անհասանելի է, որովհետեւ այնուամենայնիվ մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարում հաստատի պետական բյուջեի ծախսը, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չի պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Ես ուզում եմ անկեղծ ասեմ, ինձ համար լավագույն ցանկալի տարբերակը առաջի տարբերակը։ Ճիշտ ասած, ես էլ կցանկանայի։ Հա, բայց այդտեղ ֆինանսական հարց կա, որը բյուջետային ֆինանսական հարց է, որտեղ մենք ռազմավարական առումով այս հարցը կլուծենք, դուրս կգանք եւ այլ խնդիր երկարաժամկետում էլ մեր երկրի առաջ այդ ռիսկերը բան կանենք, կնվազացնենք, որովհետեւ եթե նույնիսկ ենթադրենք, որ կառավարիչը կարող է նկատի ունեմ կոնցեսիոների հետ խնդիրներ լինեն, այնտեղ հեշտ է մեր սեփականությունն է, մենք ամբողջությամբ լիազորությունները կարող ենք ունենալ։ Եվ հիմա քննարկում ենք, այստեղ կարևոր է ընկերության օբյեկտիվ գնի դուրսբերումը, այն օբյեկտիվ գնի, որը պատկերավոր ասած օբյեկտիվ օտարման գին կարող է լինել։ Իհարկե որոշ նրբություններ, որովհետև այդ ձեր բոլոր ասած գործոնները ազդում են իհարկե։ Ուղղակիորեն։ Ազդում են նաև են, որ ընկերությունը փաստացի այնպիսի գործողություններ արել, որ ակնհայտ հիմնավորված որոշմամբ լիցենզիայից զրկվել է, որովհետև այդ լիցենզիան էլ շատ, եթե չասենք ամենակարևոր, ինքը այդ արժեքի մի շատ ծանրակշիռ մասն է։ Այնպես որ ուսումնասիրենք եւ իհարկե որոշ ժամանակ ունենք հանգիստ մտածելու եւ կմտածենք եւ նաեւ իհարկե ձեր տված ձեր ներկայացած տեղեկատվությունն էլ կվերլուծենք հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ էլ կխորհրդակցենք, կառավարությունում էլ կխորհրդակցենք եւ որևէ որոշում կգանք։ Այս պահին ես ուզում եմ, որ համոզված լինել, չնայած համոզված եմ, որ սպառողների իրավունքների հետ կապված մեր նախորդող շրջանի հեծի բաց թողումների վրա առանձնակի ուշադրություն դարձնեք, որ մարդիկ նաև զգան գործունեության եւ այս փոփոխությունների դրական ազդեցությունը իրենց վրա։ Իհարկե շատ մանրամասներ կան, հսկայական ենթակառուցված կա տասնյակ հարցերով, տասնյակ շերտերով, եթե ոչ ավելի։ Այդ բոլոր շերտերին մենք հերթով կանդրադառնանք եւ հաջողություն եմ մաղթում ձեր այդ գործում։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, այսքանը։